Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչ զարուրելի բաներ են մեր երկրում տեղի ունենում։ Երեք այդ տեսարանը քիչ հետո ինչ որ sense բան դրվագով կփորձենք ներկայացնել, սարսափելի ուղղակի զարուրելի է, թե մենք ինչ օրեր ենք ապրում եւ մենք ինչի մեջ ենք, գիտեք, որ նաեւ կենթանին սատկեց կամ կենթանուն սատկացրեցին, նպատակային, հիմա խոսենք դրա մասին, բայց մինչ այդ առավոտից ինչ ուշագրավ բաներ, ինչ սենսացիոն եւ խայտառակ բաներ են հրապարակ եկել, ես անգամ չհասցրեցի պարոն Բոզոյանի հետ քննարկել տեղյակ է թե ոչ, ռուսական առաջին ալիքը ուրեմն սենսացիոն բան է ցուցադրել, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին, հասցրել եք սա ծանոթանալ թե ոչ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆրիդրոն Սինոլուղլուն անկես խոստովանություն է արել, նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պարանկերների Վովանի եւ Լեքսուսի հետ, գիտեք, հայտնի է, որ այսպիսի բաներ նրանք անում են։ Ռեպորտաժում ներկայացված է ուրեմն Ֆերիդոն Սիրինօղլուն երկխոսությունը Հայաստանի վարչապետի հետ, իսկ իրականում պարանկերներ Վովան եւ Լեքսուսի հետ, եւ ինչ է ասում նա նաեւ հույս ունե, ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք եւս կարող եք ինձ աջակցել այդ հարցում։ Ասում է Նիկոլը, ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Իդեպ դուք կարող եք դա անել, կարող եք փոխարինել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, ասել է նա պատասխանել այն կողմից։ Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքերում հաղթաթղթեր կան եւ մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող ենք ձեզ խնդրել, ձեր աջակցությունը այն դեպքում, երբ բախվում ենք Կարապետյանների դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։ Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։ Հիմա լսեցիք, հասկացաք, հիմա խնդրեմ առաջին ալիքի ռեպորտաժը, որ մանրամասն ներկայացեն։ Ուրեմն մարդիկ կան, որ ներկայացնում են այս հայտնի բաներ, կան այդպիսի դեմքեր, որ ներկայանում են այս կամ այն երկրի անունից, բայց իրականում դա չեն եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսում են։ Եվ ահա, այդպես խոսելով, ուրեմն ազգությամբ սա թուրք է, բայց շատ բարձր պաշտոնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությունում եւ խոսել է իբրև թե Նիկոլը պատկերացրել է իբրև թե խոսում է այդ անձի հետ եւ խնդրել է իր աջակցությունը հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում եւ կաթողիկոսին հեռացնելու հարցում եւ նաեւ վստահեցրել է, որ կօգնի եւ կաջակցի։ Ահա ինչի մեջ ենք մենք սիրելի հայրենակիցներ, հատկապես այն հայրենակիցները, ովքեր գնացին շահից ելնելով, ստորությունից ելնելով եւ կաշառված լինելով գնացին եւ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ։ Главного католикоса армянской церкви готов генеральный секретарь ОБСЕ. Феридун Смирliоглу сделал откровенное признание. Думал, что разговаривает с премьером Армении Пашиняном, а на самом деле общался с нашими франкерами Варваном и Лексусом. Власти устроили настоящие гонения на армянскую апостольскую церковь. Задержание священнослужителей, притеснение неугодных. Все с подачи Запада. Как ранее заявляла наша служба внешней разведки, конечная цель Брюсселя – полный разрыв многовековых духовных связей Армении и России. И Генсек ОБСЕ готов помочь заменить католикос. Я также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? И я думаю, что теперь у меня есть козыри в руках, и мы можем изменить религию. И все, о чем я могу вас попросить, это ваша поддержка в тех случаях, когда мы сталкиваемся с большой критикой со стороны союзников Карапетяна. Хорошо, я сделаю все возможное. Խնդրեմ, պարոն Բոզոյան։ Դու հասկանալի պատճառով սա Հայաստանի, այսպես ասած, իշխանությունը չի իր տեղը օգտագործել են պրանկերները, բայց դա բացահայտում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իրական էությունը, այսինքն ԵԱՀԿ-ն եվրոպական կառույցները, փաստացի միշտ աջակցել են Հայաստանում այս եկեղեցու այդ դեմ այս ամբողջ արշավը, որը հասկանալի է, որտեղ ես ասեմ ձեզ օրերս Եվրոպարլամենտը պահանջեց Վրաստանի եկեղեցուց, որպեսզի ինքը թույլ տա, այսպես ասած, որպեսզի կարողանան օծեն Վրաստանում սեքսուալ փոքրամասնների ներկայացուցիչներին, այսինքն գեյերին եւ լեսբուհիներին։ Ինքը բնականաբար մերժել է եւ վրաց հասարակությունը միամուռ դեմ է եղել այս ամենը, այսինքն դա ինչ է նշանակում։ Ես ուզում եմ որ մեր ժողովուրդն իմանա, որ
կաթողիկոսի փոփոխության մեջ նաև կա այդ խնդիրը, այսինքն այդ եթե Հայաստանում կաթողիկոսը փոխվի, բնականաբար ինքը փաթեթով է փոխվելու, որտեղ ներկայացվելու է այն գաղափարը, որ փաստացի արդեն Հայաստանում պաշտոնապես արդեն եկեղեցին պետքա օծի լեսբույներին եւ սեքսուալ փոքրամասնների ներկայացուցիչներին եւ իրանք պետքա իրանց իրանքները պետքա հավասար լինեն բոլոր իմաստներով, այսինքն եւ գովազդի մոմենտով եւ հրապարակային ելույթների մոմենտով սա բայց կներեք բայց այդ նույն բանը կա Եվրոպայում ես ուզում եմ ասեմ որ բոլոր այն մարդիկ որոնք ասում են թե մենք պետք է ձգտենք գնանք Եվրոպայում դառնալ ասեցի եթե դուք հանկարծ հրաժարվեք եւ պսակադրություն չանեք միասեռականների լեսբիների բանը վերջացավ ասма դու արդեն եկեղեցուց այնպես դուրս կվող Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնապոս հպարտացել է որ այսօրվա Բրիտանիայի պարլամենտում ամենաշատն է աշխարհում սեքսուալ փոքրամասնների ներկայացուցիչները հպարտացել է ինքը դրանով հասկանում եք բայց ես նույնիսկ դա իրանց արժե համակարգն է եւ եվրոպացիների արժե համակարգը դա է իրականում երբ որ ասում են մենք ձգտենք եվրոպական արժեքներին ես ասում եմ եվրոպական արժեքների մեջ կա դրական կողմ եւ բացասական կողմ գեդոնիստական ամբողջ այդ արժեքները բացասական են մեր համար դա ընկալվելի չեն եւ կա դրական կողմ դրականը դա մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է մամուլի կուսակցությունների իրավունքների խնդիրն է իշխանությունների տարանջատման խնդիրն է դատական իրավունքի դատական համակարգի անկախության խնդիրն է իշխանությունների տարանջատման հարցն է այսինքն այս եվրոպական բոլոր այն արժեքները որ գալիս են հռոմեական իրավունքի գաղափարից դրանք սա ընդունելի են այն գեդոնիստական արժեքները, որը արդեն տարածված եւ դոմինանտային է դարձել Եվրոպայում, դա անընդունելի է մեր տիպի հասարակությունների համար։ Ավելի կարամ ասեմ, այդ գեդոնիստական արժեքների դեմ պայքարում է նաեւ Եվրոպայի առողջ ողջամիտ զանգվածը, այն աչակողմյան ուժերը, Լեպենը, այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, Բրիտանիայում կա այսպես Նայջել Ֆարաջի իշխանությունը, Միացյալ Նահանգներում այդ նույն բանը մագա շարժումը, որոնք նույնպես մերժում են այս ամենը, որտեղ սա այս սատանիզմը, դա ոչ մի կապ չունի եվրոպական իրական արժեքների հետ, արևմտյան իրական արժեքների հետ սատանիզմը կապ չունի։ Ասեմ ձեզ 70-ական, 60-ական թվականներին անցյալ դարի ընդհանրապես եվրոպական երկրներում մարդիկ, որ ուզում էին երկրի ղեկավար դառնալ, իրանք փորձում են իրենց ընտանիքներին ներկայացնեին ավանդական արժեքներ ցույց տային, որ իրանք գնում են եկեղեցի են գնում բան։ Հիմա ճիշտ հակառակն է, հիմա որպեսի ցույց տան, որ իրենք ժամանակից, գեր ժամանակից մարդիկ են, իրենք ցույց են տալիս, թե ինչքան տոլերանտ են իրանք սեքսուալ փոքրամասնների ներկայացնողի նկատմամբ։ Սա իրականությունն է։ Այսինքն այդ կաթողիկոսի փոփոխության մեջ բազմաթիվ այլ խնդիրների հետ միասին կա նաև այս կարևորագույն խնդիրը, այն խնդիրը, որը հիմա ինքը հաստատի ուզում էին, որ Վրաստանի պատրիարքը որ մահացավ Շիոն, որ դարձավ նոր պատրիարք, փորձում էին ամեն ինչ անել, որ այնտեղ այդ հեղաշրջումանեն չստացվեց, որտեղ վրաց հասարակությունը ցավոք սրտի ի տարբերություն հայ հասարակությանը, որը առաջինն է քրիստոնեությունից պետական մակարդակով, անգամներով ավելի ավանդական արժեքներին հավատարիմ ժողովուրդ է կամ մենք։ Սա իրականությունն է, թող ոչ մեկին չմեղադրի, որ ես բան եմ անում։ Դա միանշանակ իրականություն, դա փաստ է, վրաց ժողովուրդը ավելի արժանապատվություն կրող ժողովուրդը ավելի արժանապատվությունը հարգող ժողովուրդը, վրաց ժողովուրդը իր ամանդույթներին ավելի ընդունող հարգող ժողովուրդը եւ դա ոչ մեկ դրա մասին արդեն դա վեճի առարկայել չի։ Ցավոք սրտի մենք այդ իմաստով ֆունդամենտալ ենք զիջում իրանցից։ Իրանք ավելի եվրոպամետ են իրական արժեքների իմաստով եւ ավանդապաշտ են նույնպես իրական ավանդական արժեքների։ Մենք սուտի եվրոպական բաների կողմնակից ենք, այսինքն զուտ բան է ներողություն քաղաքենիական արժեքների պատկերացումներով են եվրոպական արժեքների կողմնակից։ Մենք եվրոպական արժեքների տակ հասկանում ենք, չգիտեմ, զվարճանքներ, հաճույքներ, ամեն ինչը sense չգիտեմ, ասենք կապիկություններ անել ցույց տալ, որ մենք եվրոպացիներից ավելի եվրոպացի ենք։ Ես ազատ մարդ եմ, այդ անասունությունը բանը կցնել դոշերին ինչ որ բաներ հակնել։ Թեր զարգացած անգրագետ, գեղցիների, այն գեղցին, որը չի կարողանում քաղաքացի դառնալ, քաղաքի բնակիչ դառնալ, ինքը իր ինքնահաստատման համար ճակատին գրում է, որ ես եվրոպացի եմ կամ ազատ մարդ եմ, որպեսզի կարողանա դրանով ինքնահաստատվի որպես եվրոպացի։ Իրականում այդ մարդկանց վրա իրական եվրոպացիները ծաղրում են, ծիծաղում են։ Սա է իրականությունը։ Որտեւ առաջին հերթին պատասխանատվությունը, հետո նոր ազատ մարդ կամ ինչ արժեքների մասին է խոսքը, կենթանիներին Մարիամ ցույց տուր, տեսեք ինչ հարաբես, ես ասեմ ձեզ։ Կարգ ու կանոնի կարգապահության եւ պատասխանատվության ոչ եվրոպական ժողովուրդների նկատմամբ ինչ էլ նայել են վերևից ներքև։ Միշտ տենց է եղել իրանց մոտ։ Ռասայական գաղափարը, նացիստական, ֆաշիստական գաղափարները բոլորը ծնվել են Եվրոպայում։ Բոլոր տոտալիտար բոլոր համակարգերը ծնվել են Եվրոպայում։ Ինչի՞։
որտեղ իրանց մոտ գերակա եղել, որ իրանք ավելի բարձր աշխարհիկ ժողովուրդ են, սպիտակ ժողովուրդ են, մնացածներին պետք է իշխեն։ Գաղութատիրությունը ով արել, բրիտանական իմպերիան, Ֆրանսիան արել, Գերմանիան մի քիչ ավելի քիչ արել, Իտալիան, այսինքն այդ գաղութատիրական համակարգը, Իսպանիան, բոլոր այսինքն այդ ժողովուրդները միշտ իշխել են մյուս ժողովուրդներին, համարել են, որ դա բնական վիճակ է։ Հիմա քանի որ արդեն այն ժողովուրդները, Չինաստանը, Հնդկաստանը, որոնք արդեն ոտի են կանգնում եւ ավելի առաջ են գնում, իրանց համար շոկ է։ Այդ շոկը բերում է այն բանի, որ իրանք հիմա իրանց մոտ բնազդով նորից վերադառնում են ֆաշիզմին, բայց ույս ձևով։ Հասկանում եք այս խնդիրը։ Ֆոն դեր Լայնը իրական պատկերացումներով այսօրվա Եվրոպայի ծնունդն է։ Ֆյուրերների եւ շտանդարտն ֆյուրեր SS-ներից շատ չի տարբերվում այդ իմաստով։ Դա շատ Այդ բարձր է, այս հարցը ուզում էի տարել, ասենք մեկ անգամ խոսել ենք, այդ մասը թողենք մի կողմ, այնուամենայնիվ հետագայում պիտի շատ ուսումնասիրվի այս հարցը, թե ինչպես ցեղասպանված ժողովուրդ, հոլոկոստի ենթարկված ժողովուրդը ինչպես դարձավ ցեղասպան եւ ինչպես նացիզմի դեմ պայքարող Եվրոպան թվում է թե իհարկե իրենք են նացիզմը ծնել, բայց մեկ էլ հանկարծ իրենց թորներն ու ծորները իրական ֆաշիզմի կրողներ են այսօր եւ այսօր իրենք այսպես թեպես եկել են Եվրոպայի հանգիստ իշխանության։ թողնենք հրյաներին, ես խորհուրդ եմ տալի հանգիստ թողնենք։ Ես երկրորդ հարցի հետ կապված եմ ուզում խոսել, ինչու դարձան ֆաշիստներ։ Ինչ են եկել իշխանության Եվրոպայում իրանք տենց են եղել, իրանք միշտ այս դրա համար եմ ասում, իրանք գաղութատիրական համակարգերը ստեղծել են, իրանք համարել են, որ իրանք ավելի բարձր ազգի ներկայացնում են, քան մյուսները։ Հիտլերը խոմ բանը sense լուսնից չի չափ։ Հիտլերը ծնվեց այդ պարարտ հողի վրա, այն պարարտ հողի վրա, որ մենք ավելի բարձր ռասայական մակարդակի ազգ ենք եւ պետք է իշխենք մյուսների վրա։ Այսինքն որ սովետական միությունն ու Միացյալ Նահանգները կարողացան ճնշել ֆաշիզմը, իրենք հետ քաշված էին։ Հենց որ հիմա տեսան հնարավորություն կա, նորից եկան առաջ եւ արդեն բաներում եվրոպական տեղերում ֆաշիստներն են, նացիստներն են։ Նացիզմի եւ գերմանական նացիզմի, ֆաշիզմի հիմնական ջարդողը դարձավ հենց խորհրդային միությունը, որտեղ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան իհարկե աջակցում էին խորհրդային միությանը, բայց գլխավոր ուժը, որ ջարդեց նացիզմին, հենց սովետական միությունն էր, որը մեծ հաշվով կարողացավ այդ խնդիրը լուծել։ Շատ լավ։ Հիմա տեսեք ինչ նոր ինֆորմացիա եկավ, ես չգիտեմ շատերը բանի են վերածում, բայց իմ համար այդ սարսափելի երկու տեսարան կար, թե հիմա մենք խոսենք նաև Գագիկ Ծառուկյանի մասին, բայց առաջին դրվագով ուզում եմ խոսել կենդանիների մասին, գիտեք, երեք ես ասի մարդը պարզ ասես, չէ, որ տեսնում էր մարդկանց, եթե մեկը գնում է ասում է դու Նիկոլ սխալ ես անում, ասում է դու չես զոհվել, ինչի չես մեռել, հետո պարզեց, որ այդ նույն կրկոտությունը, այդ բառի մեջ ինքն ասում, ես կրկոտ եմ, այդպիսին եմ, բայց այդ գիրքը ոնց որ մահով է, մահաբերի խոսքով է, այդպես արտահայտում, հիմա փաստորեն այս չքնաղ կենդանիներին էլ ինքը իրական ասես ինչի այս կենդանիներն էլ ինքը ասես թե ինչի չեք սբանը ձայնել, ինչի չեք սատկել, բացառիկ սրանք նմուշներ են, բացառիկ, այսպիսի, չգիտեմ, իրանք ոչ թե միայն սպիտակափայլ են, բացառիկ կենդանիներ են եւ գիտեք, ես ինչ-որ մի շատ կարճ ժամանակ շուն եմ պահել եւ ասեմ հիմա էլ որ հիշում եմ, բան է փոքրիկ այսպես, երբ որ ինքը սատկել էր եւ ինձ այդ փուլում որ ասում էին շունը սատկել է, ես ուզում եմ այդ մարդկանց չգիտեմ, ասենք ոնց կարելի է այդպիսի բան ասել, ես տևական ժամանակ այդ չէի կարողանում հաղթարել։ Ես կարծում եմ, ես հատուկ են արել իրենք եւ բացարձակ նպատակ չի եղել քնեցնելու, որովհետեւ եթե դուք ուզենայիք, որ այդ կենդանիները մնան, այդ կենդանիներին տեղափոխելու շատ պարզ ձև կար։ Ուղակի ցանցային այդ մեքենայով պիտի գայիք մոտենալ եւ մի տեղից ուղակի այդ ինքը իր ոտքով պիտի գար այնտեղ, հետո տեղափոխեիք տանել։ Քնեցնել, չգիտեմ ինչ անել, այս շատ է լավ մեծ դիտավորությամբ ա եղել, սատկացրել են, որ այդ բառի համար երևի որ ասել է, որ այսպես բան պատճառեն, տիրոջը ցավ պատճառեն։ Իսկ ես եմ նորմալ մարդ հետ ինչ որ կենդանի պահում է, դա մի MPC ես պիտի խնդրեմ ուղակի բոլորին, որ ով որ այս ընթացքում շփվելու է կալանավորված է Գագիկ Ծառուկյանը, պիտի խնդրեմ հանկարծ չասեք իրեն, որտեվ ինքը այս վիճակում մի հատ էլ իմանա, որ այդ կենդանուն կորցրել է, հասկանալով թե դա ինչ ցավ է լինելու Գագիկ Ծառուկյանի համար։ Եվ այս ամենը հիմա նոր քիչ առաջ, չգիտեմ, սա հասցրել եք ծանոթանալ թե ոչ, ինչ տարածվեց։ Ես նաև բախտ եմ ունեցել տեսնելու թե ինչ չքնաղ ձիեր ունի, ուրեմն հիմա տեսեք ինչ են անում, բացի դրանից, եթե կենտրոն հեռուստաընկերությունում ես աշխատել եմ, դու գիտեք, որ Խոսրովի այգում ինքը հատուկ մեծ տարածքներ բացառիկ այծեր,
թե ինչպես էին բազմացրել եւ ընդհանրապես այդ մարդը կենթանիների եւ բնության սիրահարը եւ ինչ էր անում եւ ինչքան շատ տարածում էին դրանք այդ վայրի այծերը, ինչքան էին տարածել։ Հիմա ինչ է պարզվել, ուրեմն այս պահի դրությամբ այգու աշխատակիցներից մեզ փոխանցել են, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկանները թույլ չեն տալիս կենթանիներին եւ բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկների, նաեւ 12 ազնվացեղ սպորտային ձիերի, արաբական, անգլիական տեսակի նժույգներ են, 5 նեղոսյան կոկորտիլոսների ըստ կենթանաբանների ձիերը 1 օրից ավել սովի եւ անջրտի չեն դիմանում, սկսել են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը 1 օրից ավել ջուր անգամ չեն խմել։ Կոկորտիլոսները կերակրվում են շաբաթը 1, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լրացել է եւ նրանք 10 օրից ավել է սոված են նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենթանատեսակներ, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ։ Բնապահպան լրագրող Էկոմեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն է հայտնում, ես կարծում եմ, որ հենց հիմա պիտի մեծ աղմուկ բարձրանա բոլոր կենթանիների իրավունքների պաշտպանների կողմից ահազանգեն, գնան ուղակի խմբերով, ստիպեն, որ այդ դռները բացեն եւ կերակրեն այդ կենթանիներին, որտեւ այս մարդը փաստորեն թվում էր թե մենակ վրեժ ունի մարդկանցից, փաստորեն վրեժ ունի նաեւ վրեժ է լուծում նաեւ կենթանիներից եւ երեք նաեւ դատարան էին եկել Գագիկ Ծառուկյանի դուստրերը, որ ասեմ շատ ճիշտ էի կարել, որովհետեւ իսկապես այն վիճակում է, որ այսօր մարդը, հայ մարդը, ով որ դուրս է եկել պայքարի եւ ասում է, այ ինչի մասին որ պարոն Բոզոյանը խոսեց, որ վաղը մեզ ստիպելու են, որ մեր եկեղեցիներում միասեռականներին պսակադրեն, որ երեխաներին միասեռականները, այդ ինչա լեսբիները, այդ պահանջը, այո, կա, որ ստիպելու են, սա դրա համար է։ Սիրելիներս, չմտածեք, որ սա այսպես հենց այնպես անցնելու է եւ լավ է, որ արդեն գիտակցում են, ընտանիքներով են դուրս եկել պայքար, որտեղ պիտի ցանկացած գիտակից մարդ դուրս գա եւ ես հիմա եւ խորհուրդ եմ տալիս եւ քաղաքական ուժերին եւ բնապահպաններին, կենթանասերներին եւ նաեւ Գագիկ Ծառուկյանի դուստրերին գնալ այնտեղ եւ պահանջել, պարտադրել, աղմուկ անել, որ այդ կենթանիներին պիտի անպայման հաց եւ ջուր հասցնեն։ Սա հիմա ես չթվա, որ մարդիկ այսպես ես մարդկանց չեմ պաշտպանում միայն կենթանիներ, բայց ես չգիտեմ, եթե մարդը սիրտ ու հոգի ունի, ոնց կարող է թույլ տա, որ իր աչքի առաջ, մեր աչքի առաջ, ասենք սպանեցին, սատկացրեցին այդ առյուծին։ Հիմա մենք թույլ տանք, որ դա տարածի մյուս կենթանիների վրա։ Սա այս պահով նորից եմ ասում, դիմում եմ բոլորիդ եւ հատկապես Գագիկ Ծառուկյանի դուստրերին եւ ընտանիքներին եւ մենք տեսանք, որ իրականում ինչ զուսպ, կիրթ, սրտացավ մտահոգ բան անձինք են, գիտակից մարդիկ են եւ հասկանում են իրականում այդ շատ կարճ խոսքի մեջ Գագիկ Ծառուկյանի դստեր մեզ դստեր խոսքի մեջ պարզել, որ իրենք շատ լավ հասկանում են, թե ինչի արժև են կանգնած իրենք, մենք ազգովի, իր հայրը եւ ընդհանրապես մենք բոլորս։ Եվ երեք ինչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ, շատ կարճ խնդրում եմ ցուցադրել առհասարակ մարդուն, այդպես եթե մարդը դիմադրություն ցույց չի տալիս, ոստիկանները իրավունք չունեն մարդուն այդ վիճակով, այդ պայմաններով տանել, նվաստացնելով բան տանել։ Ես չգիտեմ, եթե անգամ գիտեք, այս բանը բնության մեջ սա եթե նորմալ մարդը կարա իրան 1-ից պաշտպանի, 2-ից պաշտպանի, բայց երբ որ 3-ով, 10-ով, 20-ով քո արչև հանգիստ դուռը բացած մարդուն 17 ժամ այնտեղ բան եք ստուգել, ձեզ հետ հավասար բան նստելա, ցուցադրելա, եւ այդ ինչ որ մի հատ հոգեշեղվածի, որ բավարարեք 40-70 հոգով հարցակվում են 70 տարեկան մարդուն, դիր այդ բանը, որ իբր թե տեսեք, մենք կարողացանք, ողբամ ձեզ, այս ինչ օրն եք դուք, այս ինչ վիճակում եք դուք, այս ով եք դուք, եւ ի վերջո, գիտեք, կա մի հատ չգրված ինչ որ բաներ, հիմա հազար ու մի բաներ հանցանքներ ու մեղքեր ունի գործած իշխանապողություն կլինի եւ մենք իմանանք թե ԱԱԾ-ի նախկին ղեկավարները ինչեր են արել եւ ինչի համար պիտի պատասխան տան, բայց Աբազյանը հենց դրա համար հրաժարական տվեց։ Դրա համար հրաժարական տվեց, լավ, բավական է, պետք է չի ցուցադրել, որտեղ Աբազյանին հիմա ասում են, որ Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ ասել է առույցների վանդակ գցեմ, կներեք էլի, բայց Սամվել Կարապետյանը ինչ էր ասել, որ հետո մամուլում գրվեց, որ Աբազյանը դրա համար հրաժարական տվել, որտեղ նույն բանը ասել էր կգնաս, Սամվել Կարապետյանին կնվաստացնես, կպարկեցնես, կնկարեք եւ դա կտարածեք։ Հիմա որ դուք ասում եք, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը այսպիսի բան ասել դրա համար, բայց Սամվել Կարապետյանն ինչ էր ասել, որ այդ պահանջը եւ ԱԱԾ-ի այսօրվա ղեկավար հիշեք, որ ձեզանից առաջ եղել են մարդիկ, որ հրաժարվել են գնալ այդ քայլին, բայց դուք գնացիք դրան։ Ինչ է տեղի ունենում։ Հիմա ես համաձայն եմ, իսկապես կենթանիների պաշտպանության խնդիրը շատ ակտուալ է դարձել ցավոք սրտի։
բայց ես կարծում եմ ավելի մտահոգիչ, ավելի Բնականաբար, ես վտանգավոր ուղղակի դա ասեցի, որ ազանգեմ հնչեցնեմ, որ ինչ է կատարվում եւ նաեւ այո, մարդկանց պաշտպանության հարցը, բռնապետական ռեժիմի հաստատման փորձ եւ մեր հասարակությունը ունի իմունիտետ պայքարելու դրան, որտեղ մեր հասարակությունը անկիրթ է, անգրագետ է, մարդու իրավունքների արժեքը զրոյական արժեք ունի մեր հասարակության մեջ ցավոք սրտի եւ ամենակարևորը մեր մոտ բացակայում է իրական քաղաքական դաշտը, երբ որ չկա ընդդիմադիր ռեալ քաղաքական դաշտ, իշխանությունը ունենում է մոնոպոլիա, իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի ինքը հաստատի բացարձակ բռնատիրական ռեժիմը։ Հայաստանը այս վիճակի մեջ է։ Տեսեք, երբ որ ընտրություններից առաջ ձերբակալեցին Անդրանիկ Թևանյանին, շատ քիչ մարդիկ էին աջակցում, շատ քիչ ով գնաց, մարդիկ չէին հասկանում, որ սա Թևանյանի խնդիրը չէր, սա մնացածների խնդիրն էր։ Հետո օրեկան Արմեն Աշոտյանին էլի շատ մարդ չկար արդեն, հա։ Ինչ էր, Ալիկ Ղևոնդյան, հա, իր Հետո ասենք եկավ Ալեն Ղևոնդյանի, այո, Ալեն Ղևոնդյանի հետ Ավետիք Չալամբյանին, որ արդեն կալանավորեցին, էլի մի քիչ ավելի աղմուկը մեծացավ, բայց էլի տենց մեծ չէր։ Հիմա արդեն երբ որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եղավ, արդեն բոլոր քաղաքական ուժերը հայտարարություններով հանդես եկան, բայց կներեք, այդ հայտարարությունները ինչ հիշեցնում էր, գիտեք ինչ էր հիշեցնում, պատկերացնեք ոնց որ մի հատ բարեկամների մի հատ հավաք կա, մի 20-25 հոգի բարեկամներ են, չէ՞։ Այդ 25 հոգին բարեկամները հիշում են իրանք բարեկամներին, ինչ որ բարեկամներից մեկը որ մեռնում է, ոնց մենք քելեխին կամ մահանալու ժամանակ հավաքվում են իրար, հիշում են իրար, բարևում են, բան, նորից գնում են իրենց ամենակ իրենց գործերով նորից շարունակում են, հասկանում եք, չէ՞, չեմ ասում։ Հիմա մեր քաղաքական դաշտը իրանից ներկայացնում է այդ բարեկամներին, որոնք մեծ հաշվով բսկտված պլանային քաղաքական կուսակցական շահերով ապրող մի հատ համայնք է իրանից ներկայացնում, որը ոչ մի կապ չունի իրական հայաստանյան խնդիրների հետ, եւ ըստ էության իշխանությունը տեսնելով, որ այս իրավիճակն է, տենց է, ինքը հերթով բոլորին տանելու է համապատասխան վայր։ Սա իրականությունն է։ Առաջինը եղավ Անդրանիկ Թևանյանը, հետո եկավ Արմեն Աշոտյանը, հետո եկավ Ավետիք Չալաբյանը, հետո եկավ Ղազինյանը, հետո հիմա ես դրանց առաջ Աշոտ Երկաթը, դրանց առաջ Վարդան Ղուկասյանը, Մասիսի քաղաքապետը, հերթականությունը ես ընտրությունների հետ կապված եմ ասում, բայց իրականում ավելի շուտ կային նաև հոգևորականները, սրբազանները, հա, ինչ եմ ուզում ասեմ, հիմա այս ամեն ինչը կկանգնի մենակ այն դեպքում, երբ որ իշխանությունը տեսնի հանրային եւ քաղաքական դիմադրություն, հարց եմ տալիս ձեզ։ Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին փաստացի վիժեցրեց Բարգավաճ Հայաստանի 5 մանդատներ ստանալու հնարավորությունը։ Որևէ հանրային փողոցային արձագանք եղավ։ Իհարկե ոչ։ Դուք տեսել եք մեր պատմության մեջ մի դեպք, երբ որ Սահմանադրական դատարանը նման կարևոր բան քններ, երբ որ Բարգավաճ Հայաստանի այդ 60,000-ի քվեն շատ առարկայական բոլորի համար պարզ էր, որ գողացված էր եւ փողոցային որևէ process չկար նման բան։ Դուք հնարավոր տեսնում եք, որ այդ պարագայում Սահմանադրական դատարան այլ որոշում։ Ես կարող է պատահի փողոցային բողոքի process լիներ, բայց Սահմանադրական դատարան էլի նման որոշում կայացներ։ Բայց եթե փողոցը դատարկ վիճակի մեջ է, երբ որ քաղաքական ուժերը համարում են կաբինետային մտածողություն ունեն, իրանք համարում են, որ իրանց այսպես ասած չակերտավոր պայքարը գնալու է կաբինետներում։ Դուք լուրջ մտածում եք, որ իշխանությունը այդ մարդկանց լուրջ է վերաբերվելու։ Բայց իրանք չեն հիմնականում պատժվում են այն մարդիկ, ովքեր որ դժվում են ուրիշ մարդիկ, այն մարդիկ, որոնք անկեղծ մղումներով են ապրում, այն մարդիկ, որոնք ոչ թե աթոռի կռիվ, աթոռի կարճած են, ասենք, падգամավորի կամ, չգիտեմ, պետական ինչ-որ պաշտոնի աթոռից, այլ մարդիկ, որոնք իսկապես ունեն համոզմունքներ, արժեքներ, պատկերացումներ եւ բաներ ան։ Տեսեք, օրինակ նույն Ծառուկյանի մասին շատ-շատերը, չէ, խոսում էին, կասկածում էին, բան եւ այլն, չէ։ Ամենաուժեղ թիրախը դառնա ինքը այս բայդրությամբ։ Հասկանում եք, չէ՞, ինչն է խնդիրը։ Բայց դրա համար պետք է գոնե այսքան բանից հետո մեր հասարակության մտածողությունը պետք է փոխվի։ Մարդիկ էլ պետք է իրենց մտածողության մեջ փոխեն։ Մարդիկ կաղապարված են, մարդը իր կաղապարված վիճակի մեջ ինքը տեսնում է, որ չի կարող փոփոխություն կատարի, բայց ինքը սկսում է ավելի ջղանալ, կատաղել, ժողովրդին մեղադրել, վերջապես ստոպ տվեք այդ ամեն ինչը։ Դուք ժողովուրդ ջան, այս ամենի մեղավորը մենակ մի հոգի չի։ Այս ամենի մեղավորը մենք բոլորս ենք, որտեղ մենք բոլորս չենք անում հասկանանք, թե ինչ պետք է անենք, որ կարողանանք կանգնեցնել։ Եթե դու հիշում ես անցյալ տարվա ամռանը, ես ասում եմ, չէ, որ որպեսի նման տիպի իշխանություններին կարողանաս դու հաղթես, դու պետք է ընտրություններին մասնակցես մեկ միասնական ցուցակով։ Հիշում ես, որ ասում ենք Իվանիշվիլի փորձը կա, վերջապես այդ անտեր Իվանիշվիլի փորձը կար։ Ի վերջո 320 միլիոն Միացյալ Նահանգներում երկու կուսակցություն է մասնակցում, ոչ թե 18 կուսակցություն, չէ՞ մասնակցում, չէ՞։
Պարզ չի, բայց լավ չեմ կարող հասկանալ, դա դժվար անկալելի խնդիր է։ Դե իրանք ասում են այս խելոք խորհրդականներ ունենք, Քոչարյանը անձի ռեյտինգ ունի, այն մեկը ձայն չունի, այն մեկն էլ եկել է իր ձայներն է գողանում եւ ասում են գալիս են բանակցելու բոլորը ամբիցիաներ ունեն, ասում են ցուցակի առաջինը մենք պիտի լինենք։ Ուրեմն ես ասեմ քեզ սուտ են ասում, որովհետեւ աշխարհի բոլոր փորձերը կան, եթե դու կարողանում ես, եթե դու գիտակ, եթե դու քաղաքական հանրային գիտակցությունով ես շարժում, այլ ոչ թե կոմերցիոն պատկերացումներով, հա, դու այդ ժամանակ դու կարաս բոլորին կոնսոլիդացես քո կողք եպսարկես մեկ միասնական համակարգ։ Հարց. Երբ որ մեկին ձերբակալում են այդ միասնական համակարգը, ինչի չի գործում, որտեղ ամեն մեկը իր ուսուցչական շահերով է։ Եկեք մենք հասկանանք, հա։ Չէ, եթե դու մեկ այդ բանը չենք հասկանում։ Ուրեմն եթե մենք այդքան բանը չենք հասկանում, Անժելա ջան։ Դե հիմա այնպես աստացում, սպասեք, այնպես աստացում, որ Վազգեն Մանուկյանը չկարողացավ խորքային հասկանալ եւ միավորել, չստացվեց։ Այնպես աստացում, որ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ խորքային գիտակցել, միանել, բոլորին միավորել, չստացվեց։ Այնպես աստացում Գագիկ Ծառուկյանը չկարողացավ։ Այնպես աստացում Սամվել Կարապետյանը։ Հիմա չգիտեմ, գուցե այս էլիտայի եւ առաջնորդների խնդիրն այդ գիտակցումը չունեն, չեն կարողանում։ Դե հիմա Վազգեն Մանուկյանն էլ ասես կասի, այն եկել է կապ ունի, եկել է խառնում ես Վազգեն Մանուկյանն դիմադրության բան շարժման ժամանակ իր շուրջ հավաքվեցին, առաջնորդ ընտրեցին եւ պիտի կարողանան ամեն մեկին կարևորը երկրորդականը շփոթում է։ Շատ ուժեղ շփոթում է, որովհետեւ դիմադրության շարժման ժամանակ Վազգեն Մանուկյանը ժամանակավոր վարչապետի տեխնացի գլխավոր լիդեր չէր։ Հիմա եկել է շփոթում ես ախր լիդեր չէր, բա ինչ։ Անժելա ջան, նախ նույնից եմ կրկնում, եկեք թացը չորից տարբերենք։ Չեն տարբերում թացը չորից։ Ոչ մեկ չի կարող։ Իսկ ով է փորձել որ դա անի, ոչ մեկ չի փորձել դա։ Այն ինչ որ ես ասում եմ, այն ինչ որ աշխարհում դա անում են, ոչ մեկ Հայաստանում չի փորձել։ Ոչ Սամվել Կարապետյանն ասում է, որտեվ այս խոչընդոտը կա։ Ոչ Ռոբերտ Քոչարյանն ասում է, այս խոչընդոտը կա, ոչ են մեկ ասում ես հետեւյալ տարբերակը, միակ տարբերակն է, որ դու կարողանաս կանխես այս process-ը։ Բայց ես կարամ 100%-ով ասեմ, որ այս քաղաքական դաշտից ես որևէ սպասում չունեմ։ Ամենալանկերտը։ Ոնց եղավ 96 թվին ստացվեց, գիտակցեցին, գնացին Վազգեն Մանուկյանի տեխնացիան շուրջ հավաքվեցին, հետո նույն Վազգեն Մանուկյանը կներես, բայց Վազգեն Մանուկյանը 96 թվականին կարողացավ կոնսոլիդացնել։ Բայց հետո ի՞նչ է կատարվում հիմա այս էլիտայը։ 2008 թվականին կարողացավ կոնսոլիդացնել, այսինքն իրանք կարողացան, բայց եթե դու կոնսոլիդացնում ես, դու ստանում ես շանս փոխելու։ Ես չեմ ասում դու կփոխես, բայց ստանում ես շանս փոխելու։ Դե հիմա Ռոբերտ Քոչարյանը չգիտակցեց, չկարողացավ, Սամվել Կարապետյանը չգիտակցեց։ Դատապարտված ես արդեն պարտության։ Դե ինչ անենք, որ այս առաջնորդները գիտակցեն։ Անժելա ջան, այդ առաջին ուրեմն իմ հետ մի խոսա, ինձ մի հարցադրում դիր, հարցադրում այդ մարդկանց կանչի իրանց ներկայացնեն կամ իրանց, այդ հարցադրումն է իրանց։ Ես ենթադրում եմ պատասխանները գալիս են մնացած քաղաքական ուժերը մեծ ամբիցիաներով, երկրորդը ես պիտի լինեմ, երրորդը ես պիտի լինեմ, չգիտեմ ինչի ես պիտի լինեմ, եւ մենք քաղաքական ամբիցիաներով քաղաքական ուժերը Էսա նենց են վարկաբեկվելու, վարկանիշը նենց է անկում ապրելու շատ կարճ ժամանակում, զրոյական է դառնալու, եթե ոչ բացասական, որովհետև մարդիկ զզվել եւ հոգնել են արդեն այս կուսակցական կռիվներից, կուսակցական կլանային կռիվներից, միջ բաների կռիվներից, մարդիկ զզվել են, որտեղ մարդիկ հասկանում են, որ այս կռիվների մեջ կապ չկա հանրային շատ գոյություն չունի։ Ես չեմ ուզում որ այդպես լինի, որտեղ ինչքան դա այդպես շարունակվեց, Նիկոլը մնալու է իշխանության, Հայաստան չի լինելու։ Շարունակվելու է։ Նույնիսկ եթե քանի մեր հասարակության մեջ սպասում է լինելու այս քաղաքական վերնախավից, շարունակվելու է, որտեղ այս քաղաքական վերնախավը մեջ չկա այդ բանը։ Ես ուղղակի ասում եմ, որ չէ, օրինակ երեք absurd է, երեք չարառաջոր absurd է։ Ես երեք մասամբ խոսել եմ դրա մասին։ Եթե դուք առաջնորդվելու եք նրանով, որ գիտեք, բա ինձ տանում էին Գագիկ Ծառուկյանը ձայն չանես, բա այն դրան տանում էին Անդրանիկը ձայն չանես, բա դրան չգիտեմ ինչ, ես չգիտեմ, եթե դուք դրանով պիտի առաջնորդեք, այդքան ման եք, դուք չգիտեք քաղաքականություն ինչ է, երկիրը ինչ է, երկրի ազատագրում ինչ է, ուրեմն դուք խայտարակություն եք։ Դուք խայտարակություն եք։ Այն կարող ուժերի մասին են խոսում, եւ այդ առաջնորդների մասին են խոսում։ Մի րոպե, ազնիվ չեն, որովհետեւ Թևանյանը առաջիններից էր, որ ասում էր, որ մենք պետքա դնենք կուսակցական շահ, մեծ կոնսոլիդացիա անենք, չընդունվեց։ Իսկ ընտրությունների ժամանակ էլ Ծառուկյանը ասում էր, որ մեկ կուսակցությունով հնարավոր չի բան փոխել։ Բոլոր տարբեր կուսակցություններով, այլ թե նաև իշխող կուսակցության ինչ-որ մասներ պետք է մասնակցի։ Ինքը ասում էր եկեք իմ շուրջ, բայց ինքը պատրաստ էր ինչ-որ մեկին գնալ, միանալ եւ միավորվել։ Ծառուկյանը չէր ասում իմ շուրջ։ Ծառուկյանը ասում էր, սենցա հնարավոր անել։ Ծառուկյանը չէր ասում եկեք իմ շուրջ ես բան անեմ։ Հետո ախր
անտերը քաղաքական ընտրաշավը շատ կարևոր է, որ մարդիկ հետևեն ապետ։ Մարդը ասում էր, որ մարդը գնում էր ասում էր, որ ես sense բան եմ առաջարկում, ընդունում եք։ Հա, բայց դուք էլ ինքներդ գալիս եք, ես եք անդադ ապացուցում եք ինձ, որ ես ասում եի, ինչ որ մի փուլից հիմա նայում եք առաջատարը դա միանալ կամ էսանել, ինձ ապացուցում եք, որ դա սխալ է, որովհետև մենք գյուղի ձայն ենք տանում, այն մեկը գյուղի ձայն չի տանում, այն մեկը անձի ռեյտինգ ունի, այն մեկը ինչ ունի։ Գալիս եք դիք ապացուցում։ Ամենասկզբում ասում եք միավորված, հետո ուրիշ հաստատներ էիք բերում։ Անցյալ տարի ես ասացի, որ Վրաստանը գնաց երկու ճանապարհով, Բադրի պատրաստիկաշներով եւ Իվանիշվիլիով։ Հիմա շարունակեմ, մի րոպե շարունակեմ։ Երբ որ Հայաստանը Իվանիշվիլի չի ունենում, այլ ունենում է Բադրի պատրաստիկաշվիլի, ստիպված մարդիկ արդեն փորձում են Գյումրիի տարբերակով գնալ։ Ստիպված։ Այդ մարդիկ մեղավոր չեն, որ գնում են դրան, որտեվ կոնսոլիդացնող ուժ չկա։ Երբ որ բանը համախմբող ուժ է լինում, այդ ժամանակ բոլորը պետք է համախմբեն։ Եթե համախմբող ուժ ասում է, չէ, ես չեմ ուզում դες համախմբել, դուք փչացած եք, վատ եք։ Չէ, ներողություն, սպասեք, հիմա որ ասենք մի շարք ուժեր հարցումներ էին անցկացում եւ տեսնում էին ուժեղ Հայաստան առաջատարը, Սամվել Կարապետյան առաջատարը, չէ։ Ռաֆի Հովհաննիսյան, չէ, ես Եթե մենք իրար չենք հասկանում, ես հասարակությունը չենք կարող բացատրել։ Ես ուզում եմ օդի մեջ չմնա այս ամեն ինչը։ Հիմա ասենք մարդիկ գնացին եւ ասեցին դուք եք եւ միավորվում եք եւ այնտեղ ինչ որ քննարկումներ չեղավ, ցուցակ ես եմ, ինչն էր խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանը գնար, այտենց միանար, Հայ-Աղափական Դաշնակցությունը միանար, մյուսը ինչն էր ձեզ խանգարում, որ չմիավորվեցիք։ Այդ լիդերը չէր ուզում։ Սամվել Կարապետյանը դեր էր։ Պարզ մի հատ բան ասեմ, կներես, էլի արդեն ջղայնացնում ես, էլի։ Այդ հարցը դու պետք է ոչ թե ինձ կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Դաշնակցությանը տաս։ Այդ հարցը տա Սամվել Կարապետյանին։ Որովհետև կներես, այդ խնդիրը կախված անում բացառապես Իվանիշվիլիից, Տրամպից, Պուտինից, չգիտեմ, Լեպենից, այսինքն այն մարդկանցից, ովքեր որ լիդերն են, երբ որ դու գալիս ես ինձ կամ ուրիշ Պողոսին, Կիրակոսին տենց հարց ես տալիս, կներես, սա այդքան էլ գրագետ պատրաստ էին այդ մարդիկ, բոլորը պատրաստ էին, ավելին կարամ ասեմ, Թևանյանը նույնիսկ հրապարակավ ասել, որ մենք պետք է ամեն ինչ անենք, տենց գնանք։ Այսինքն այդ պրետենզիան դու ոչ մեկին չես կարող պատասխանել։ Այդ պրետենզիան դու կարաս տաս 96 թվականին բացառապես կներես, մի րոպե։ Բանաձևը ասեմ, որ դու պատկերացրես, այլևս չվերադառնաք։ 96 թվականին այդ պրետենզիան կարաս տաս բացառապես Վազգեն Մանուկյանին։ Այդ մարդը արել է այդ խնդիրը։ 2008-ին պետք է պրետենզիա տաս բացառապես Տեր-Պետրոսյան, ինքը այդ մարդը կարացել է կոնսուլ, ինչքան որ կարացել է կոնսուլ։ 2021-ին Ռոբերտ Քոչարյանը չարեց։ Ահա, հիմա ես դրա համար եմ ասում։ 2021-ին Սամվել Կարապետյանը չարեց։ 21 թվականի պրետենզիան կարաստաս Քոչարյանին, բայց հիմա այդ պրետենզիան չես կարող տաս իրան։ Պրետենզիան կարաստաս Սամվել Կարապետյանին։ Վաղը մյուս օրվա պրետենզիան դու կարաստաս մենակ լիդերին, ուրիշ ոչ մեկին, որովհետև երկրորդային գործիչները կամ այն գործիչները, որոնք այդ թափը չունեն, չեն կարող այդ խնդիրը լուծել։ Ախր դա պարզ քաղաքագիտական դասագրքային ճշմարտություն է, այդ ճշմարտությունը, որ մարդիկ, եթե որ լրագրողները քաղաքական վերլուծաբանները չեն տիրապետում, ու սկսում են խոսել տարբեր բաների մասին, էմոցիա, բան եւ այլն, արդյունքը սենց է դառնում։ Մենք նույնպես ենք կրկնում, այս երկրում ոչ մի բան չի փոխվելու, քանի այդ գիտակցությունը լինի, բայց այդ գիտակցությունը 100% կարող եմ հիմա չկա։ Քանի որ չկա, ուրեմն այս քաղաքական դաշտից ես անձամբ ոչ մի բան սպասելիք չունեմ։ Աստված տա ես սխալվում եմ, Աստված տա ինչ-որ բան փոխվի։ Ինչ է առաջարկում, ինչ հիմա տեսեք Գագիկ Ծառուկյանին տարա, ես հիմա առաջարկում եմ ուրիշ բան։ Ես հիմա քաղաքական դաշտից որևէ սպասելիք չունեմ, ոչ մի սպասելիք չունեմ։ Ես ունեմ, այո, ես ունեմ մի սպասելիք, որ Հայաստանում պետքա ձևավորվի իրապաշտպան մի հատ կազմակերպություն եւ խմբեր, որոնք գոնե կարողանան կանխել բացահայտ բռնատիրական հաստատման հնարավորությունները։ Սա ամենակարևորն է, այսինքն թույլ չտալ, որ այս բռնաճնշումները ավելի խորանան, ավելի բանան։ Այն ինչ որ կատարվեց Ծառուկյանի նկատմամբ, դա խայտարակություն էր։ Եվ այդ խայտարակությունը պետք է ամեն ինչ անենք, որ դա կանխվի, բայց ինչի մենակ Ծառուկյանի նկատմամբ։ Այդ նույն բանը անազնիվ եւ անարդար ճանապարհով Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը, Ավետիք Չալաբյանը եւ բազմաթիվ մարդիկ կան, որ այդ վիճակի մեջ են։ Այո, եւ այդ մարդկանց չի կարելի մոռանալ։ Այսինքն հիմա Հայաստանում իսկապես պետքա ձևավորվի մի հատ միջավայր, մի հատ մթնոլորտ, որտեղ մենք կարողանանք հասարակությանը համախմբենք գոնե այս խնդրի շուրջ, որպեսզի այդ մարդկանց վիճակը գոնե թե կարողանանք թեթևացնել։ Սա այս դրան ես հավատում եմ։ Այն քաղաքական այդ բաներին ես չեմ հավատում։ Գնացեք ուրիշներին հարցրեք, ինձ տենց հարցեր չտաք։ Ես այլևս չեմ կեղծելու եւ կեղծ եւ ձևական ձևակերպներով հանդես չեմ գալու, որտեղ ինձ պետք չի դա։
Հայաստանի քաղաքական դաշտում բացի մեզանից Չէ, բայց ավելի բաց խոսենք, եթե Ես բաց չեմ ուզում, այսինքն այսօր երկու ուժեր անցել են խորհրդարան Հայաստան դաշինքը եւ ամենաուժեղ ասենք ուժեղ Հայաստանը ինչ պիտի մտածողության գիտակցության մեջ այս անցողների մեջ միակ մարդը, որը ունի այս մտածողությունը, դա Իշխան Սաղաթելյանն է։ Ես ասեմ քեզ իմանաս։ Իշխան Սաղաթելյանը ժամանակին էլ առաջարկ արեց, ոչ մեկ չարձագանքեց։ Ասեց եկեք միասնական մի հատ ողջամիտ եւ գրագետ խելոք անձնավորությունը, որը հասկանում է։ Մնացածների մասին ես ոչ։ Դե հիմա գնացեք տեսեք թե ինչ խորհուրդ։ Ես դրա համար ինձ այլևս այս հարցի շուրջ ուրիշ հարցեր մի տվեք։ Ես նույնպես եմ կրկնում։ Հիմա կա երկրի առաջ խնդիրներ, կանանք խոսենք եւ կան բռնաճնշումներին կանխելու եւ հենց անել, որպեսզի կանանք ստոպ տանք այս process-ը, դա խայտարակությունն է։ Սա մեծ վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար, Հայաստանի հեղինակության համար եւ ընդհանուր առմամբ Հայաստանի ապագայի նկատմամբ վտանգ ներկայացնում։ Սա է խնդիրը։ Պիտի, չգիտեմ, դեսպանատներով բան է սաղմուկը, բայց իհարկե ինձ համար շատ անհասկանալի էր, ինչա նշանակում, որ դատարանում մենք տեսնում ենք միայն Իշխան Սաղաթելյանին, բա ուր էր ամբողջ Հայաստան դաշինքը, ուր էր Հայ-Աղափական դաշնակցությունը, որտեղ էին հանրապետականները ընդհանրապես, ել չեմ ասում ուժեղ Հայաստան։ Հիմա եթե ինչ որ բան իրա պիտի թեման փակենք, արդեն ամեն ինչ պարզ է։ Ես գոնե առնվազն ոչ մի կախվածություն ու կապվածություն հիմա չէ, պիտի պարզ պիտի ասվի, որտեղ եք, ինչի չկա, ում եք ինչ ապացուցում եւ եթե այսպես դուք շարժվեք, սա շատ པարզ բան է բոլորի դռներով անցնելու է եւ շատ հեշտությամբ ինքը այս ամեն ինչը կարողանալու անել։ Հարց ունի նաեւ բարոյական կողմ, մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, եթե ոչ մի բան առաջ չլիներ Գագիկ Ծառուկյանը միայն մեր նորանկախ հանրապետությունում իրեն վստահեցրել է սպորտը եւ սպորտում ինչպիսի հաջողություններ է արձանագրվել։ Եթե ձեզ թվում է, որ այսպես պատրաստի մենք ունում ենք ոչ մի ծպտուն չի անում հիմա այս Ոչ մեկ, ոչ է, եթե ձեզ թվում է, որ օլիմպիական չեմպիոն հայտարարություն եք բոլորը Նազիկով, չգիտեմ են Արթուրով, ինչա դրանց անունները, արդեն զզվանքով եմ տալիս ձեր անունները, բացառություն Ջուլֆալակյանն է միայն խոսել, Արցախը հանձնող անձ, քաղաքական թիմակից սպասեք ամեն ինչ, Արցախը հանձնող անձից, բակագծում քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ, սահմանադրության եկեղեցու սրբազաններ, ցեղասպանության հիշատակի պատմության, ավանդույթներ, ընտանիք, անարգում են ամեն բան, 2020 թվականի փետրվարից 0 հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ, հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու, այնինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այլանդակություն է, եւ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունը իր քաղաքացու հանդեպ, տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է, սա հիվանդ, բարոյազուրկ եւ տույլ մարդկանց փորձն է ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Այս ընդհանրապես պետք է տեսնել, երբ որ միայնակ առյուծին, ասենք մի 500 շակալ փորձում են խժռել, ընդհանրապես այդ պատկերն է, ճիշտ է նկատում Ջուլֆալակյանը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինում, ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, այժմ նախկին падգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Երկրորդ այսպիսի բանը սպորտսմենների կողմից չի եղել։ Արսեն Ջուլֆալակյանը եզակի սպորտսմեններից, որ նաեւ քաղաքացի է։ Այո։ Ու ես մի բան էլ ասեմ, ընդհանրապես չեն ասում Արթուր ինչա դրանուն Ալեքսանյան է, ինչ է։ Ես մի բան էլ ասեմ, էլի, ընդհանրապես մենք պետքա նաև սովորենք մեր մեջ, մեծարենք ոչ միայն նաև սպորտսմենին կամ երաժշտին, նաև քաղաքացու գաղափարը, որտեղ եթե մարդը քաղաքացի չի, բայց ասենք լավ դերասան կամ լավ սպորտսմեն է, օրինակ եմ, ես չեմ ճանաչում այդ մարդկանց, կարող է Հակոբ Պողյանը, որ եկե պաշտպանում միշտ, ուզում ասեմ հետևյալը, եթե մարդը քաղաքացի է, առաջին արդեն քաղաքացի է, հետո նոր արդեն լավ սպորտսմեն, լավ երաժիշտ կամ լավ կոմպոզիտոր կամ լավ գրող, այդ իմաստով տեսեք օրինակ Թևանյանի տակ որ ստորագրեցին 50 մտավորականներ, դա իսկապես գովելի բան էր, որտեղ մարդիկ ցույց տվեցին, որ իրանք նաև քաղաքացի են, այդ քաղաքացիության արժեքն է կարևոր, քաղաքացիական արժեքներով հնարավոր է ձևավորել ուժեղ պետություն, ոչ քաղաքացիական արժեքներով, իբր թե լավ սպորտսմեններով, լավ կոմպոզիտորներով, դու կարող ես ձևավորես շատ գաբառական մակարդակի պետություն, որը ապագա չի կարող ունենալ։ Ես 100% ասում եմ ձեզ, ստեղ մեր համար առաջի խնդիրը քաղաքացի աճեցնելն է։ Մենք քաղաքացու
պրոբլեմ ունենք։ Ի վերջո Թումանյանից ավելի շատ չլինեք, էլի Թումանյանը թիվ 1 քաղաքացին քաղաքացին ու հայն բոլոր հարցերում հայի կողքը կանգնած, որպես քաղաքացի հիշում եք սպիտակ դրոշակը վերցրած, ել չեմ ասում են, երբ որ համաճարակ էր ամենուր մարդկանց մեջ ցեղած եւ ձեզ չերևակա եկելի, որ մեկը ինչ որ կինոյի երաժշտություն է գրում են ողորմելին, են մեկն էլ 1000 թվից 2 հատ ֆիլմ արել, մյուսն էլ չգիտեմ ինչա ու փակվել են, ոչ մի ծպտուն չկա, գերիները խոշտանգվում են Բաքվի բանտում, անամոթներ, ոնց էր ձեզ Բակո Սահակյան այնտեղ դի, անամոթներ, Արցախը հայությունը, Արցախը, բա դուք Արցախը ասում եք, չգիտեմ, ծպտուն դուրս չեկը, մեկը նստած բանա, Տերյան այլ կարդում, ցավը դրանով մենակ արտահայտեց ու անցավ, այն երկու բանը զառամյալները ծպտուն չանեցին, այն մյուս զառամյալի հետ միասին, հետո ասում են, ինչի ես բանամ, տեսեք, ուրեմն, որպիսի բանը հնարավորինս հեղինակազրկի եւ այլն, իբրև թե հարկ չեն վճարել, իբրև թե ստուգումներ են միաժամանակ 2000 ԱԾԱ-ական այդպիսի հաշվարկ էր արվել, ներգրաված է եղել, որ այդ 70 համակարգեր Գագիկ Ծառուկյանի մտնեն եւ բանը միանգամից խաթարեն աշխատանքը 30,000 հոգու էլ գործազուրկ դարձնեն, փողոցներն մի դրվագ ընդամենը հրապարակի ինչ է գրել։ Ի թիվս ուրեմն այլ օբյեկտների նախորդին իրականացած խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը։ Իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր թե հաստատություններում լայնածավալ ստուգումներ են իրականացնում։ Հիմա տեսեք սուտը այս իշխանությունների ակնարկում էին թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցների գործունեությունը։ Դե այդպես չի լինում, չէ՞ որ միաժամանակ իբրև թե բանը 70 համակարգում այդպիսի բան կա։ Միջդեռ տեղեկացանք, որ ընդամենը 6 ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացել եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել։ Չէ՞ մի դրվագ որ դուք հանկարծ ձեզ բան չանեք, էլի իբրև թե դե խախտումներ կան, ստուգումներ են սուտ ստի հետևից այսօր թիրախում Գագիկ Ծառուկյանն է, խնդրեմ։ Չէ, եւ նաեւ ուղիղ տեսքով ասել, որ դու ուժեղ Հայաստան, Սավել Կարապետյան, դուք այսօր ունեք մեծ պատասխանատվություն, այսօր ժողովուրդը այսպես թե այնպես, եթե սխալներ եք թույլ տվել, չեք կարողացել բոլորին միավորել, ամենամեծ պատասխանատվությունը ձեր վրա է այսուհետ, որ բոլոր քաղաքական հրամայական օրակարգների, այո, դուք եք պատասխանատու։ Դե բոլոր դիմադրությունների, պատասխանների, քայլերի այլևս պատասխանատվությունը ձեզ վրա է, որտեղ այսպես թե այնպես ժողովուրդը ձեզ ընտրել է ընդդիմության առաջնորդ։ Եվ նաև մասամբ Ռոբերտ Քոչարյանի շատ ավելի քիչ ձայն է ստացել, բայց կապ չունի, նաև ստացել է ձայներ։ Ուրեմն դուք պետք է բարի լինել բոլոր տեղերում, որտեղ որ կա հարձակում, չգիտեմ ինչ ասեմ, մարդիկ ձերբակալություններ, քրեական գործեր եւ այլն, բոլոր տեղերում դուք պետք է ձեր թիմը շատ արագ մոբիլիզացնեք եւ ցույց տաք դիմադրություն, շատ արագ։ Բան ասեմ, էլի, ես անկեղծ ասած այդքան շատ չեմ հավատում այդ ամեն ինչին, հիմա ես անկեղծ չեմ ուզում կեղծավորությամբ կամ ձևական ինչ-որ բաներով խոսեմ, որտեվ բանից շատ անցել արդեն, էլի։ Դե ուրեմն եկեք հանձնվենք, դռները փակենք, նստենք, սպասենք, ես մի բան գիտեմ, որ առաջնային խնդիրը պետք է լինի այն, որ մենք պետք է իսկապես լուրջ իրավապաշտպան համակարգ ստեղծենք, որպեսզի կարողանանք այս բռնաճնշումներին կարողանանք զսպել, որտեղ դա շատ վտանգավոր process է գնում, Հայաստանի ապագայի համար շատ մեծ վտանգ է ներկայացնում, շատ մեծ վտանգ, որը շատերը չեն հասկանում։ Մենք պետք է հասարակության մեջ կոտրենք կլանային կուսակցական շահի գաղափարը, որտեղ այդ ամենակեղտոտ գաղափարն է, որը թույլ չի տալիս, որ այս գաղափարը, որ Հայաստանում առողջ հանրային շահը դառնա գերակա բոլոր մարդկանց համար։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է այս իմաստով։ Հետագայում արդեն process-ը ցույց կտա, թե ընդհանրապես նոր քաղաքական դաշտը ինչ հիմքի վրա հնարավոր կլինի ձևավորել։ Ես մի բան գիտեմ, որ արհեստական, այսպես ասած, ձևերով հնարավոր չի դասարկել։ Դա բնական պետքա ներքևից կայանա, որպեսզի մենք կարողանանք իսկապես նոր քաղաքական վերնախավ ունենանք, որը adekvat լինի 21-րդ դարի պատկերացումներին, որը adekvat լինի ժամանակից պետության կառուցման պատկերացումներին, որը adekvat լինի այն process-ները, որ հիմա կատարվում է Հայաստանի շուրջ, այն աշխարհակաղակական գործընթացները, որ գնում են Հայաստանի շուրջ, որպեսզի կարողանանք այս process-ի մեջ կարողանանք անվտանգ պահել Հայաստանը։
Եվ ուզում եմ սա էլ անպայման ամեն օր ցուցադրելու եմ, թե որտեղից սկսեց, երբ որ ասում եք վանդակներից է խոսել Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ ինչ է ասել, սա հատուկ մեր քաղաքացիների համար մարդը, որի պաշտոն է, պիտի ես ամեն ինչը զսպի եւ ինքը զսպվածություն ունենա եւ զսպի, նախ ինչ է ասում, նախքին էս չգիտեմ ինչ է թքող մոր թքող բալեն, եւ ինչ է ասել, տեսեք Քո կողքին վիրավոր ես, դա խոսքի ազատություն չի, դա անհասիրակություն է, լεπτիություն է, խուլիգանություն է։ Սպառնում եմ, ասում եմ, եթե սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու, եթե կզուցնելու եմ։ Սա վարչապետի խոսքեր են, տեսեք թե ինչ է ասել եւ ինչ որ մարդկանց որ մեղադրում եք, որ ինչ որ պատասխան են տվել, մեղադրել է Անդրանիկ Թևանյանին գործակալ լինելու մեջ, մեղադրել է Գագիկ Ծառուկյանին գործակալ լինելու մեջ, դուք պատկերացնում եք ինչ զարուրելի մեղադրանքներ եւ ուզում էր որ դրա պատասխանը ընդհանրապես չլինի, ինչ որ բան չհնչի եւ ինչ որ պատասխան հնչելուց հետո տեսեք թե ինչ պատասխան է տվել, ինչպես է արտահայտվել Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն, հետևենք զարգացումներին, չմոռանաք կենթանիների մասին, նորից դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին եւ բոլոր, չգիտեմ, իրավապաշտպաններին, կենթանասերներին, բայց ոչ միայն, նաեւ ես ի տարբերություն, ես ասեմ, պարոն Բոսոյանը նախ ինքը բացառիկ վերլուծաբան է մեր երկրում, թերևս ամենաբացառիկն է, ամենախելոքն է եւ ինքը միշտ լավատես է եւ միշտ գտնում է լուծումներ, եթե դուք հասցրել եք քաղաքական ուժերին, առաջնորդներին եւ ընդդիմության լիդերներին եմ դիմում եւ այդ ազդեցիկ ուժերին, եթե դուք այնպես եք ձեզ պահել, որ անգամ հիմա հուսատության այսպիսի նոտաներ կա Երվանդ Բոզոյանի խոսքի մեջ, ես ասեմ, որ դուք լավ տեղ չեք գնում եւ լավ տեղ մեզ չեք տանում, սթափվեք, վերանայեք ձեր քայլերը եւ ձեր գործողությունները եւ լծվեք բոլորս երկրի պաշտպանության եւ Գագիկ Ծառուկյանի եւ ոչ միայն Անդրանիկ Թևանյանի եւ բոլոր քաղբանտարկյալների եւ առհասարակ մեր քաղաքացիների պաշտպանությամբ, որովհետեւ ոտնձգություն է այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ։ Շնորհակալություն։